Բարի գալուստ կարդանք միասին իմ անունը Աստեն է։ Եկեք միասին կարդանք Մորմոնի գրքից երկրորդ նեպի գլուխ 13 քանզի ահա Տերը զորած Տերը վերացնելու է Երուսաղեմից և Հուդայից հենարան ու նեցուկը ողջ նեցուկը հացի և ողջ հենարանը ջրի հզոր մարդուն և պատերազմի մարդուն դատավորին և իմաստունին մարգարեին և ծերին հիսնապետերին և պատվավոր մարդուն և խորհրդականին և վարպետ արհեստավորին և պերճախոս հռետորին և ես կտամ երեխաներին լինելու նրանց համար իշխաններ և մանուկները կկառավարեն նրանց վրա և մարդիկ կլինեն ճնշված ամեն մեկը մյուսից և ամեն ոք իր հարևանից երեխան իրեն հպարտ կպահի ծերերի դեմ և անարգը պատվավորի դեմ և երբ մի մարդ կբռնի իր եղբորն իր հոր տան մեջ և կասի դու հագուստ ունես մեր վրա ղեկավար եղիր և մի թող այս ավերածությունը գա քո ձեռքի տակ այդ օրը նա կերտվի ասելով ես չեմ կամենում բժշկող լինել քանզի իմ տանը ոչ հաց կա ոչ հագուստ ինձ ժողովրդի ղեկավար մի դարձրու քանզի Երուսաղեմն ավերված է և Հուդան ընկած որովհետև նրանց խոսելաձևը և նրանց արարքները դեմ են եղել Տիրոջը զայրացնելով նրա փառած աչքերը նրանց դեմքի արտահայտությունը վկայում է իրենց դեմ և հայտարարում նրանց մեղքի գոյությունը ճիշտ ինչպես Սոդոմը և նրանք չեն կարող թաքցնել այն վայ նրանց հոգիներին քանզի նրանք իրենց չարիքով են հատուցել ասեք արտառներին որ նրանց համար լավ է քանզի նրանք կճաշակեն իրենց արարքների պտուղը վայ ամբարիշտներին քանզի նրանք կկորչեն և քանզի հատուցումը նրանց ձեռքերի կլինի նրանց վրա և իմ ժողովուրդ երեխաներն են նրանց բռնացողները և կանայք են իշխում նրանց վրա ով իմ ժողովուրդ նրանք ովքեր առաջնորդում են քեզ մղում են քեզ սխալի և կործանում քո շավիղների ճանապարհը Տերը ոտքի է կանգնում բարեխոսելու և կանգնում է դատելու ժողովրդին Տերը դատի մեջ
կմտնի իր ժողովրդի ծերերի և նրա իշխանների հետ, քանզի դուք խրժռել եք այգին և աղքատից կողոպտածը ձեր աներում է։ Ինչ նկատի ունեք դուք դասնետում դուք մասնատում եք իմ ժողովրդին և ջարդում աղքատների երեսը, ասում է զորաց Տեր Աստվածը։ Դեռ ավելին, Տերն ասում է, որովհետև Սիոնի դուստրերը գոռոզ են և քայլում են առաջ ձգված պարանոցներով և ցանկասեր աչքերով քայլելով և կաքավելով, երբ գնում են և զնգոց հանում իրենց ոտքերով։ Հետևաբար Տերը կզարկի Սիոնի դուստրերի գլխի գագաթը քոսով, և Տերը կմերկացնի նրանց գաղտնի մասերը։ Այն օրը Տերը կվերացնի նրանց զնգացող զարդերի ճոխությունը և քողերը և լուսնաձև մահիկները, շղթաները, ապարանջանները և վզնոցները, գլխադիրները և ոտքերի զարդերը, ապարոշները, բուրալից տուփերը և ականջ օղերը, մատանիները և քթի զարդերը, հագուստի փոփոխվող տեսակները և թիկնոցները, գլխաշորերը և գանգրացնող հերակալները, հայելիները և բեհեզները, խույրերը և շղարշները, և պիտի լինի այնպես, որ հաճելի հոտի փոխարեն պիտի լինի գարշահոտություն և գոտի փոխարեն պատռվածք և լավ հարդարված մազերի փոխարեն ճաղատություն և լանջագեղ կամարի փոխարեն քրձե գոտի, գեղեցկության փոխարեն այրվածք։ Քո տղամարդիկ պիտի ընկնեն սրից և քո հզորները պատերազմում, և նրա դռները պիտի ողբան և սգան, և նա լքված պիտի լինի և պիտի նստի գետնին։